Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու դերասանուհի մոդել Անելիա Գուբրյանը ՔԿԱԳ-ում ամուսնության գրացման դիմում են ներկայացրել։ Ալեն Սիմոնյանն այդ մասին հայտնել է իր սոցիալական էջերում տեսանյութ հրապարակելով։ Մի դիմում էլ մենք ներկայացրինք, գրել էր ազգային ժողովի նախագահը, իսկ թե երբ կկայանա զույգի հարսանիքն այդ մասին դեռ Ալեն Սիմոնյանը նախընտրում է լռություն պահպանել, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Երջանիկ լինեք ամենակարևորը։ Ուրա, շնորհավոր։ Ես կատարեցի քայլի որոշումը։ Star News-ը շարունակում է մեկ հոլովակում ձեզ ներկայացնել օրվա կարևոր իրադարձությունները։ Եվ այսպես, շոումեն Արամ Մելիքյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է օրվա կարևորությանը։ Բանն այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է հայրերի օրը, եւ հենց այդ առիթով էլ Արամ Մելիքյանը իր եւ հայրիկի հարաբերությունների մասին է խոսել։ Հոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Երբ ես փոքր եմ եղել, պապան հիմնականում ֆուլ աշխատել է ու շատ քիչ ժամանակ եմ ունեցել իր հետ շփվելու։ Հիմա որ մեծացել եմ, ես բավականին զբաղված եմ լինում ու էլի չեմ կարողանում շփվել իմ պապայի հետ։ Քանի որ այսօր հայրերի օրն է, հայրության օրն է Հայաստանում։ Ես ուզում եմ պապային ասեմ շնորհակալ եմ իր ժամանակի համար, որտեղ դրա արդյունքում ես այսօր ունեմ ժամանակ իմ երեխեքի հետ շփվելու։ Սիրում եմ քեզ, պապա։ Սիրված դերասան Էդգարի Գիթյանի առաջնեկը տոնում է 5-ամյակը։ Այդ մասին ընտանիքը հրապարակում էր արել իր սոցիալական էջերում, իսկ Էդգարի կինը Լուսինեն գրել էր հետևյալը. Արդեն 5 տարի է, ինչ մեր սրտերը բաբախում են ավելի լիարժեք, որովհետև դու կաս։ Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի տղա։ Դու մեր ամենաթանկ նվերն ես, մեր ուժը, մեր հպարտությունն ու մեր կյանքի ամենագեղեցիկ իմաստը։ Թող Աստված պահապան լինի քո ճանապարհին, թող քո սիրտը միշտ մնա նույնքան մաքուր ու բարի, իսկ կյանքդ լցված լինի սիրով, առողջությամբ ու անսահման երջանկությամբ։ Հիշիր, որ ինչ էլ պատահի, աշխարհում միշտ կլինեն երկու սրտեր, որոնք քեզ կսիրեն անվերապահորեն, կհավատան քեզ եւ կկանգնեն կողքիդ, մայրիկիդ ու հայրիկիդ, սրտերն են դրանք։ Գրել էր Էդգարի կինը։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը եւս ակտիվ էր ինստագրամյան հարթակում։ Նա մի քանի ինստագրամյան տեսանյութ է հրապարակել ու պատմել իր առօրյայի եւ երեկոն անցկացնելու իր սիրելի ձևերի մասին։ Էվելինայի հրապարակած տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Տնային տնտեսուհուց վերածվեցի այսպիսի Եվայի։ Գնում եմ մի քիչ լիցքաթափվելու։ Իմ ամենասիրելի ժամանցներից մեկը դա մաֆիա խաղալն է։ Շատ եմ սիրում։ Եվ թատրոնում ենք ժամանակին շատ խաղացել։ Եվ հետո կուրսում, երբ Վիգեն Չալդրանյանն էր իմ կուրսղեկը, ինքը ասում էր, որ մաֆիան բավականին ինտուիցիա զարգացնող խաղ է, ու մենք միշտ խաղում էինք։ Հետո տենց ընկերներով հիմա մաֆ կլաբ եմ գնում ու շատ սիրում եմ այդ խաղը։ Լևոնն էլ նկարահանմանը։ Ես էլ տանը չեմ սիրում մենակ մնալ։ Ես շփվող մարդ եմ։ Հիմա կասեք ինքդ քեզ հետ ներդաշնակ չես։ Չգիտեմ, չի ասի, որ ինքս ինձ հետ ներդաշնակ չեմ, բայց ես սիրում եմ ուղղակի շփվել մարդկանց հետ։ Ես խոստացել եմ այսօր անել պոստ, լիքը նկարներ ունեմ, որոնք չեմ համակարգում ու չեմ դնում ինստայում։ Խոստացել եմ անել, բայց դժվար էլ հասցնեմ։ Դրա համար երևի մնաց վաղը եւ ձեր հարցերն էլ կարդացել եմ, ավելի հանգիստ հարմար վաղվա ընթացքում այսօր գիշերը կպատասխանեմ, լիքը հետաքրքիր հարցեր եք գրել։ Մեկ գրել էր որն է քո տարօրինակությունը։ Ես շատ տարօրինակություններ ունեմ, չափից շատ տարօրինակություններ ունեմ, բայց վարսերիս հետ խաղալը հավանաբար իրենց անընդհատ հոտոտելը։ Գիտեմ, այդ քիչ մարդ գիտեր իմ մասին, արդեն իմացաք։ Մենք այն ինչ ունենք։
Դերասանուհի Մանե Հակոբյանը իր եւ Կարեն Հովհաննիսյանի բաժանման մասին հայտնելուց հետո առավել քան երբևէ ակտիվ է դարձել սոցիալական հարթակներում։ Դերասանուհին նաեւ իր գործունեության մեջ նորություններ ունի։ Նա նկարահանվում է «Գոյամարտ» հեռուստասերիալում, որտեղ իր կերպարը բազմաբովանդակ է եւ շատ քննարկված։ Մանեն ինստագրամյան հարթակում մի քանի տեսանյութերով է կիսվել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մաքրում ենք մեյքափս նորն ենք անում, համ կկիսվեն պրոդուկտներով, համ էլ մի քիչ կզրուցենք։ Մեյքափս մաքրում սովորական միցիլյար ջրով, հետո արդեն փրփուրով, սա Round Lab-ի հանգստացնող փրփուրն է, այս լինեյկան եմ հիմա փորձում, թե խոնավեցնողս, թե մնացած պրոդուկտները սրանից են, էլի գոհ եմ, Round Lab-ից միշտ գոհ եմ։ Վերադարձա մաքուր դեմքով։ Նույն շարքից տոները, որ այսօր առավոտյան կոտրեցի, եւ խոնավեցնողը կրկին նույն շարքից, տոնայիններս 3-ն են, հիմնականում խառնում եմ իրանց։ Իսկ ինչու ես այդքան ակտիվ չեմ, նենց չի ցույց տալու բան չունեմ, հակառակը շատ ավելին ունեմ։ Ուղղակի վայելում եմ կյանքը, մոռանում եմ նկարել, չեմ նկարում, իսկ այն փոքրիկ ազատ ժամանակները, որ ունենում եմ, քնում եմ պարզապես։ Կոնտուրիս սթիքը իրականում սկզբում շատ գոհ էի, հիմա էլ չէ, որովհետեւ չոր հետքերով ա նստում, բայց հեսա նորն ինձ ուղարկելու են։ Ձեզ մի խորհուրդ կտամ միանշանակ կյանքից հնարավորինս հաճույք ստացեք, հաճույք քերեք։ Արեք այն սրտներդ կուզի, իհարկե մուտք չգործելով ուրիշի անձնական տարածք, այսինքն չվնասելով մեկ ուրիշին։ Եթե չեք վնասում մեկ ուրիշին, խնդրեմ, դրսևորվեք։ Մենք մինչև մեր կյանքի վերջ ունենք միայն մեզ, այսինքն դու ունես մենակ քեզ, դու ես քո հետ լինելու։ Եվ սա բնավ էգոիստական դրսևորում չէ, սիրելիներս, ամենևին կարող եք նաև չհամաձայնել, դա ձեր ընտրությունն է։ Այս հայլայթերը հրաշք է ուղղակի։ Մեր մեյքափ վիդեոն մի քիչ խոհափիլիսոփայական ստացվեց, բայց կարծում եմ դեմ չեք։ Մինչև կյանքի վերջ այս թարթ չաներկն եմ օգտագործելու ու այս գույնը։ Նոց զգացեք տարբերությունը։ Այսքան ընկերներ հուսամ չեմ ալարի եւ նման ֆորմատով հաճախ հոլովակներ կտեղադրեմ։ Հիշեք, կյանքն էս պահին հիմա է։ Գնահատենք նաև դիմահարդարումս։ Գոհ եմ։ Ուզում եմ ակտիվ պահել բլոգս։ Ուզում էի ես Round Lab-ի տոնյերը ձեզ ցույց տայի, բայց գցեցի, ջարդեցի։ Անձի տոնյերը կոտրեցի, ուշանում էի, ալարեցի, նկարեմ, ներվայնացա, գնացի մի խոսքով։ Ես լիշտո տեղ եմ հասել։ Լավ նորություններ ունենք։ Բաց։ Նոր արի։ Դիգամ նստում շուտ ինչ ասես։ Ես եկել եմ տուն, նկարահանումից փոխվել եմ, պատրաստվել եմ, հիմա գնում եմ տատյանցից տուն, որովհետև գնալու ենք օդանավակայան։ Ես այդպես էլ չգնացի օդանավակայան, որովհետև քնեցի ուղակի, շատ պատահական։